Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկա տարիներին կարող են ուժի մեջ մտնել խաղի նոր կանոններ։ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգ։ Ըստ այդմ սահմանվելու են միասնական պահանջներ ոչ միայն բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների, այլև կրթական ծրագրերի բովանդակության, ակադեմիական կազմի, ենթակառուցվածքների որակի ապահովման և շարունակական վերահսկողության համար։ Նախագծի ընդունման արդյունքում կրթական ծրագրերը կկառուցվեն և կգնահատվեն որակավորումների, ազգային ու ոլորտային շրջանակների, չափելի ուսումնառության վերջնարդյունքների, կրեդիտային կառուցվածքի, աշխատաշուկայի, գիտության և հանրային կարիքների հիման վրա, ինչը կնպաստի հետազոտահենք կրթության, շրջանավարտների մրցունակության, որակավորումների միջազգային ճանաչելիության և ծրագրերի շարունակական բարելավման ապահովմանը։ Բուհերի ներկայացվելիք լիցենզավորման պարտադիր պահանջներից մեկն էլ ներառելու է հետևյալ պայմանը. բուհը կարող է ստանալ լիցենզիա միայն այն դեպքում, երբ նախատեսում է կազմակերպել առնվազն 4000 ուսանողի կրթություն բոլոր տարիների սովորողների հաշվարկով։ Մինչև 2028 թվականը գործող բուհերի և կրթական ծրագրերի վերալիցենզավորման նպատակը ըստ պաշտոնական հիմնավորումների փուլային եղանակով ամբողջ համակարգի նոր պահանջներին համապատասխանեցումն է։ Մասնագետները սակայն նկատում են, միջազգային պրակտիկայում ուսանողների թվի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում։ Այդ պահանջը օրենքի մեջ է գրված եւ նրանք հիմա այդ օրենքից ելնելով պիտի ենթաօրենսդրական ակտեր անեն, որոնցից մեկն էլ դա է եւ այնտեղ այդ 4000 թիվը գրված է։ Իրենք օրենքով ճիշտ են անում, բայց դա տրամաբանությանը եւ մեր բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանը լրիվ հակասում է։ Այս չափանիշը մասնագետների համոզմամբ գործնականում կարող է ծանր հետևանքներ ունենալ հատկապես մարզային և մասնագիտացված բուհերի համար։ Փորձագետների գնահատմամբ անորոշության առաջ կարող են հայտնվել նաև ապագա դիմորդները։ Պատճառներից մեկն էլ, որ դիմորդների թիվը գնալով նվազում է եւ ուսանողների թիվն է նվազում, որտեղ մարդիկ չեն ուզում էլ բարձրագույն կրթություն ստանալ, մեկն էլ սա է, որովհետեւ նրանք կայունություն չեն տեսնում, չգիտեն այդ մի բուհը, որ ընդունվի, դա կավարտեն թե ինչ կլինի։ Այստեղ իսկապես օրենսդրական խնդիր կա։ Լիցենզիաները անժամկետ են տրված բոլոր բուհերին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է վստահեցնել, թե նոր կարգավորումները միտված են բարձրագույն կրթության որակի և մրցունակության բարձրացմանը, մինչդեռ ոլորտի մասնագետները զգուշացնում են հնարավոր ռիսկերի մասին։ Փորձագետների գնահատմամբ յուրաքանչյուր բուհ ունի իր պատմությունը ու ավանդույթները և դրանց հնարավոր փակումը կամ գործունեության դադարեցումը կարող է հանգեցնել ամբարված արժեքների կորստի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։